Սուրբ գիրքում 48 հին կտակարանում 27 նոր կտակարանում գրքեր կան։ Եվ սրանք կոչվում են կանոնական գրքեր։ Սուրբ գրքի կանոն ենք մենք ասում 48։ Իհարկե այդ 48-ի մեջ կան առաջնականոն, երկրորդականոն, հին կտակարանի։ 9 գրքեր կան, որ կոչվում են երկրորդականոն եւ կանոնական գրքերի շարքում են։ Եվ նոր կտակարանում կան 27 գրքեր։ Սրանք բոլոր առաջնականոն են։ Բացի Սուրբ գրքից կան պարականոն գրքեր, որոնք Սուրբ գրքի մեջ չեն ընդգրկված, թե հին ուխտում են պահպանվել, եւ թե նոր ուխտում են պահպանվել եւ պարականոն գրքեր։ Երբ որ 431 թվականին Եփեսոսի ժողովի ժամանակ Սուրբ գրքի կանոնը պետք է հաստատվեր, 431 թվականի Եփեսոսի ժողովի ժամանակ է Սուրբ գրքի կանոնը հաստատվեր, հստակ չափանիշներ դրվեցին, որ գիրքը կարող է Սուրբ գրքի մաս կազմել։ Նա որ ունի համընդհանուր ընդունելություն, այսինքն բոլոր եկեղեցիների կողմից ընդունված, քրիստոնեական ամբողջ աշխարհի կողմից ընդունված գիրք է։ Երկրորդ, ունի առաքելական կամ մարգարեական հեղինակություն, այսինքն գրել է կամ մարգարեն կամ առաքել, եւ ունի հնություն։ Եվ շատ գրքեր այս պայմաններին չէին բավարարում, այդ պատճառով դուրս մնացին Սուրբ գրքի կանոնից։ Օրինակ նոր ուխտում կա Հակոբոսի նախաավետարան գիրքը, որը պատմում է Հիսուսի մանկության մասին, որը Սուրբ գրքում չկա, չէ՞։ Մենք Հակոբոսի նախաավետարանը չենք ընդգրկել Սուրբ գրքի կանոնի մեջ, բայց այդ Հակոբոսի նախաավետարանի մեջ պատմվում է Հովակիմի եւ Աննայի մասին, Սուրբ Աստվածածնի ծնողների մասին։ Մենք ունենք Աստվածածնի ծնողների տոնը։ Տեսեք, Սուրբ գրքի մեջ չենք ընդգրկել, բայց տոների մեջ ընդգրկել ենք Հովակիմ ու Աննայի տոնը մենք կատարում ենք։ Չենք հավասարեցնում Հակոբոսի նախաավետարանը Սուրբ գրքին եւ մեզ համար դոգմա չէ պարականոն գրքերը, մեզ համար դավանաբանական հիմք է ծառայում Սուրբ գրքի գրքերը, այսինքն ամբողջ Սուրբ գիրքը, ավետարաններ, հին կտակարան, նոր կտակարան, բայց որպես առհավատչա, որպես ապացույց, որպես օգնող, մենք օգտագործում ենք նաև պարականոն գրքերը կամ եկեղեցական ավանդություն։ Դա կոչվում է եկեղեցական ավանդություն, որտեղ իրականում Սուրբ գիրքը ծնվել է հենց եկեղեցու ծոցում, եկեղեցական ավանդությունից է ծնվել։ Եթե մենք մերժենք եկեղեցական ավանդությունը, ինչպես բողոքականներն են անում, մերժում են ընդհանրապես եկեղեցու ավանդությունը։ Սուրբ գիրքն մերժած կլինենք, չէ՞ որ Սուրբ գիրքը հենց եկեղեցին է մեզ հասցրել։ Պողոս առաքյալ ասում է շատ բաներ ունեի ասելու, բայց թող թութանակով չարեցի, կգամ ձեզ կպատմեմ։ Այսինքն բաներ կա, որ եկեղեցին շատ հին ավանդական դա նոմավառությունն է, խաչակնքվելն է, սրբապատկերն է, խունկն է, կանթեղներն են, այս բոլոր եկեղեցական ավանդության մաս են, կոչվում, որ կոչվում են բարեպաշտական սովորություններ, որ մենք չենք մերժում, բայց եւ չենք հավասարեցնում Սուրբ գրքին։ Դրանք փրկagorտության մաս չեն կազմում, փրկagorտությունը Քրիստոսով է, Սուրբ գիրքով է, ավետարանով է, բայց դրանք օգնում են փրկagorտությանը, չեն վնասում։ Ուրեմն մեզ համար երկու կարևորագույն հիմք կա՝ ավանդություն եւ Սուրբ գիրք։ Եթե որևէ մեկը հանես, կկախաս։